Հարցնեք, թե ինչ քննարկումներ եք իրականացրել այնտեղ եւ ինչ հանգուցալուծման եք եկել։ Քննարկումները երկար քննարկում ենք ունեցել նախագահի եւ պետնախարարի հետ։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մոտակա օրերի ընթացքում դիմեն գլխավոր դատախազին, դիմեն քննչական կոմիտեին, դիմեն ԱԱԾ-ին, որ տենան որտեղից են ընդունելությունը կազմակերպում, մեր եւ նախագահի հետ միասին մտնենք որ կառույցը, որ մեր հրավերը կընդունի, որտեղից որ, այսինքն դիմողը լինելու է Արցախի ներկայացուցիչից են դիմելու, նախագահի անունից են դիմելու նամակով։ Պատասխանը ստանալուց հետո արդեն կհասկանանք, որ կառույցում հանդիպումը կլինի, ձևաչափը պատրաստված է, ներկայացրել ենք ընդհանուր բոլոր խնդիրները կապված որ ոլորտի հետ է կապված է թալանը, որ ոլորտի մասին է խոսքը, որտեղից այն ինչը որ հասարակ քաղաքացին, այն ինչը որ մենք գիտենք, որտեղից ով ինչ ինֆորմացիա տիրապետում է բոլորը։ Ընդհանուր սարքած մի հատ պապկա ներկայացնելու ենք, որ կառույցը որ մեզ ընդունի տվյալ կառույցին։ Ու ընդհանրապես ուզում ենք որ բոլոր կառույցների հետ հանդիպումը լինի ու անպայման նախագահի հետ միասին։ Ինչ ձևաչափով է լինելու, ասեցի քննարկել եք ինչ ձևաչափով է լինելու։ Այսինքն ձևաչափը ես շեշտեցի, լինելու է նախագահի եւ մեր նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հետ միասին գնալու ենք որ դատախազությունը կլինի, քննչական կոմիտեն կլինի, ԱԱԾ-ն կլինի, որը որ մեզ կընդունի գնալու։ Եթե չընդունեն, ինչ եք անելու։ Եթե չընդունի, հետագայի մասին արդեն կտեղեկացնենք։ Այս պայն չենք պատկերացնում, որ չեն ընդունի, որտեղ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամեն օր խոսում է կոռուպցիայից, ամեն օր ասում է, որ դեմ են կոռուպցիային, այսինքն ես չեմ պատկերացնում, որ չեն ընդունի։ Պարոն Սարգսյան, նախորդ անգամ ապրիլի 18-ին, երբ այստեղ հավաքված էիք, շատ վճռական էիք տրամադրված եւ կոչ էիք անում, որ հանրային ճնշմամբ դա լինի, գնաք, հավաքվեք դատախազության մոտ, Շահրամանյանի ներկայությամբ հանդիպում խնդրեք, հետ քայլ է արվել, այլևս դա ուժի մեջ չէ։ Չեք հանդիպել դատախազին։ Իհարկե, սպասեք հարցին պատասխանեմ։ Իհարկե հետ քայլ ընդհանրապես գոյություն չունի, ընդհակառակը, որպեսզի ժողովուրդը իմանան ավելի վճռական ենք տրամադրված, այդ ինքը արդեն վճռական քայլ է, որ մենք նախագահի հետ միասին եթում ենք ընդե։ Դրանից հետո, եթե մենք մեր նախաձեռնող խումբը կամ նախագահան որևիցե մի հատ հայտարարությունից արդեն դուք ժողովուրդը իմանալու է մեր վճռականության արդյունքը ինչի է հասել։ Իսկ կներեք, նախագահի պարզաբանումները, որ այսքան մի քանի ժամ քննարկեցիք, ձեզ բավարարեց, ինչ-որ հարցերի պատասխաններ ստացաք։ Պարզաբանումները մենակ կարանք բավարարվենք տվյալ կառույցների հանդիպումից հետո։ Իսկ այդ հանդիպման մասով հիմա ինչ քայլեր են ձեռնարկում, ասեք մի քանի օր հետո։ Հանդիպման մասով նախագահան շատ շուտ մի քանի օրվա ընթացքում, 2-3 օրվա ընթացքում նամակներով դիմելու է ԱԱԾ-ին, դիմելու է քննչական կոմիտեին, դիմելու է Հայաստանի Հանրապետության դատախազությանը, որպեսզի տենան ով երբին ժամանակահատվածում է պատրաստ ընդունի մեզ, լսի, ստանան մեզնից մեր տեղեկացված ինֆորմացիան փոխանցենք տվյալ կառույցներին, որպեսզի հետագա ընթացքի մասին արդեն պահանջը լինի իրանցից։ Ինչ-որ ժամկետներ նշել եք։ Ինչ-որ ժամկետներ նշել եք այստեղ, մինչև երբ կարող են այդ նամակների պատասխաններին սպասել ձեր պատասխանները պետք է փոխանցեն տվյալ կառույցները, բայց ներկայացնելը նշել ենք, որ 2-3 օրվա ընթացքում։ Իսկ կազմավորված 10 հոգանոց խումբը փոփոխական է լինելու, թե այսօր ինչ կազմով այստեղ էիք, այդքանով եք բանակցելու։ Ինչու այստեղ չէր այսօր։ Կոնկրետ Արտուր Օսիպյանը այստեղ չի, որովհետև ծնողի հետ առողջական խնդիր կա։ Լուրջ հարց կա ոչում այդ հարցերով այս պահին ինքը, ինչը վերաբերում Արտուր Օսիպյանի մասով, ստե բոլորն էլ արտահայտվել են Արտուր Օսիպյանի կարծիքին համահունչ, որովհետև տվյալ մարդուն ես հանրային ձևով հայտարարում, անձամբ ես եմ զանգել Արտուր Օսիպյանին, խնդրել, որպեսզի գա եւ մեր հետ մասնակցի այս ակցիային։ Իսկ հիմա ասա 3-4 ժամ որ քննարկում եք, կոնկրետ ինչ եք Պարտակ Բեգլարյանի հետ նույն դատախազության մոտ ակցիաներ անում եք, դրանից հետո ապրիլի 18-ին հայտարարեցիք, որ անարդյունավետ էր, որովհետև պարզվել էր, որ թալանչիների հետ թալանի դեմ էիք պայքարում, հիմա այդ հայտարարությունը ձեր ուժի մեջ է թե չէ եւ հետ այսու եթե հանդիպումներ այդպես լինեն կարող է նորից նույն եզրահանգման գաք։ Միանշանակ ես այն կարծիքին որ թալանչոյ պետք չի գնալ թալանի հետևից, նու սենց ասեմ, այսինքն պետք չի ինչքանով չպետք, ինքը պետք չի որ առաջի դեմքով հանդես գա, ինքը կարա գանդե, այնքան սպասի մինչև իրան ընդեից բռնեն տանեն արդեն թալանի համար պատասխան պահանջը, տվյալ նշված անձը Բեգլարյան Արտակը։ Թալանչիները ինքն
այսինքն Բեգլարյան հարցը թող մյուս լրագրողներն էլ հարցերը տան։ Ես եմ որոշում, ես ոնց եմ, մենք մեր Հիմա ես ուզում եմ մի հատ հարցել ինքը էլի տա։ Այսինքն դուք եք ուզում որ մենք հարց տանք, թե ոնց։ Եկեք մենք որոշենք, հա։ Հարց ենք տալիս, բարի եղեք հարցին պատասխանեք։ Թալանչիները ովքեր են։ Թալանչիները հայտարարել եմ ստեից։ Այս դռների հետևից հայտարարել եմ։ Թալանչին, ով Արցախից։ Նիվարկյան պատասխանեմ էլի, ով Արցախից։ Այսինքն խոսում է ներդրումային հիմնադրամի, խոսում է քաղաքաշինության նախարարության, խոսում է գյուղնախարարության, բոլոր ոլորտների մասին էլ խոսում է գյուղաճակցության հիմնադրամի, այսինքն այդ բոլոր կառույցներից վերցրածը ինչը որ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, այսինքն նայեք, խնդիր կա, մեծ խնդիր ունենք, որի մասին չենք խոսում, չենք քննարկում, պատճառը որն է, որ դրա մասին չենք քննարկում, նայեք, մենք ստե որտեղ որ էթում ենք, ինչ հարցով որ էթում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը խնդրում, ասում, մեր ժողովուրդը հայտնվում է սոցիալապես վատ իրավիճակում, խնդրում ենք մի ձև տեր կայնեք, մենք այդ նույն ձեր ազգակիցն ենք, այդ նույն հայն ենք, այդ նույն կապույտ ազնագիր կրողն ենք, ու բացի դրանից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության թե սոցիալապես, թե անվտանգային առումով երաշխավորը, այսինքն մենք որ էթում ենք ընդե, մեկ էլ տենում ես տակը, ասենք, տվյալ թեկուզ դու քո իսկ գնացած վիդեոն որ նայում ես, մարդ ես ինտերնետում շոշափում է, էլի, տենում ես տակը մեր հայաստանաբնակ քույրերն ու եղբայրները գարառում են կատարում Գնացեք ըստեից, գնացեք ընդեից, գնացեք ընդեից, գնացեք պրծնեմ պատասխանեմ։ Այսինքն գրում են, ասում գնացեք ձեր այս ինչ թալանչուց, այն ինչ թալանչուց, ու մենք էլ որ սենց ֆռում ենք, տենում ենք որ իրականում Նայեք, դա չի ասում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Դա ասում է քո հորքուրի տղան, մորքուրի տղան, հոպարի տղան։ Հնարավոր չի չասի։ Հնարավոր չի չասի։ Ուրեմն եթե չեն ասել, ուրեմն խելք չունեն որ չեն ասել։ Ինչի՞։ Մի վարքան էլի կներեք, այդ ինչ անշկամ խելք չունեն որ։ Որովհետեւ փաստացի թալանը եղել։ Նախ իմ հետ կապված օրինակներ մի բերեք իմ կամ իմ հարազատների, ձեզ ոչ մեկ իրավունք չի տվել։ Օրինակ եմ բերում այնքան, հիմա չես ուզում օրինակ բերեմ, չեմ բերի։ Օրինակ ես բերում, օրինակ չես ուզում օրինակ բերեմ, չեմ բերի։ Պարզ խոսում եմ հետո, ուզում ես պարզ խոսանք։ Մաքուր խոսալն ես սիրում, թե պրոստը տակ եկավոր բանավեճ։ Ես մտած արտահայտվում եմ։ Չեք կարծում, որ դա իշխանությունների կողմից, ԿՊԱ-ների կողմից ուղղորդվում են այդ կոմենտները։ Ոչ։ Բա ինչ։ Իրանց կողմից ատելություն Ես տենում եմ իմ հալալ հորքուրիս աղջիկը էդի գրել է։ Ես ոնց ուտես կարամ պատկերացնել։ Հորքուրի մորքուրի եւ դիմացինի հորքուրի մորքուրին եք մեղադրում, բայց ներկայիս իշխանությանը չեք մեղադրում։ Ներկայիս իշխանություն ոչ մի իշխանության հասցեի այս պահի դրությամբ արտահայտություն չի արվում։ Իշխանության հետ կապված իմ լեվելը չի պատկանում դրան, որ ես իշխանության հասցեին որևիցե մի հատ արտահայտություն անեմ։ Պատկանում է հորքուրի մորքուրի եւ դիմացինին վիրավորելով։ Ոչ վիրավորելուն։ Ես կյանքում ինձ թույլ չեմ տա ոչ մի հորքուրի, ոչ մի մորքուրի վիրավորել։ Կազմեք Արցախի Հանրապետության անվտանգ եւ իշխանություն ունի կառավարությունը, ուզեք թե չուզեք կանոններ տակ, մուրճը իրենց ձեռքում է, մեղը իրենց ձեռքում է։ Այսինքն հասցեատերը նրանք են, ինչքան էլ շարքային քաղաքացիների վրա բարդեք եւ այլն։ Հիմա դուք պատրաստվում եք ճիշտ հասցեատիրոջը դիմել, ճիշտ հարցադրումները։ Այսինքն ո՞նց եք պատկերացնում, եթե մենք ուզում ենք դիմենք Հայաստանի Հանրապետության դատախազություն, քննչական կոմիտե, ԱԱՑ Դաշի հարցեր կան։ Հարց կա։ Վճռականությամբ ինչու՞ չեք գնում կառավարության մոտ կամ նույն դատախազության մոտ։ Ինչն է ձեզ խանգարում։ Այն վճռականությամբ, որ եկել եք այստեղ ամսի 18-ին, ինչու այդ նույն վճռականությամբ չեք գնում դատախազություն, կառավարություն, հատուկ քննչական կոմիտե։ Ուժեղ վճռական ձևով ենք եթալու, հաստատ իմացեք դա։ Մի բան ամսի 10-ին, որ ակցիայի մասնակիցները եւս թալանի մասնակից են, կոնկրետ անունները ակցիայի մասնակիցների մասին 24 նյուզը ստեղ է։ Խիբա, ես կուզեմ օրինակ 24 նյուզին, չէ, կներեք, հիմնավոր եմ խի եմ ասում, հարցին եմ էլի պատասխանում։ Նայեք, 24 նյուզը այն օրը ես տեսել եմ, որ լրատվականում գրել է, որ իմ անձամբ իմ անունը շոշափելով, որ 60 միլիոն մեղվաբուծություն, 15 միլիոն դրամ չգիտեմ ինչ, տեսեք ինչ եմ ասում, այդ տվյալ թղթաբանությունը որ տանք, այսինքն որը որ տված է արդեն, իրանք որ շեշտել են, այս պահի դրությամբ ներդրումային հիմնադրամի սաղ ժոսկի դիսկերով, այդ գրիչ համակարգերով բոլորը, ասենք այս պահի դրությամբ գտնվում է Հայաստանի Հանրապետության համ քննչական կոմիտեի ձեռին, նույնիսկ դատախազության ձեռը, եթե իմ հասցեին
հենց հիմա պատասխանատու ձևով հայտարարում։ Եթե ինձ վերաբերյալ որևիցե մի հատ դրվագ կա, խնդրում եմ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից դատախազությունից պահանջում հրապարակել ես պատմության ընթացքում 30 տարեկանում 30 տարվա ընթացքում մի անգամ օգտվել եմ Արցախի, ես ունեցել եմ մեծ շինարարական կազմակերպություն, բոլոր շինարարական կազմակերպությունների ընդ մեծամասնությունը ստացել է 10 միլիարդ, 15 միլիարդ դրամ որպեսզի աշխատեն, այսինքն փող են տվել, որ աշխատեն։ Իսկ իմ պարագայում ես ունենալով քաղաքաշինության նախարարությունից, իմ կազմակերպությունը ունենալով քաղաքաշինության նախարարությունից 70, 60, տվյալ պահին ինչքան որ կլներ 40 միլիոն դրամ ստանալու փող, այսինքն կատարողական ակտերից ներկայացած, որ պետք է գումարը ստանայի, ինձ վերևներից տեղեկացնում եմ, որ այս պահի դու ասում փողոց փոխանցեք, էլի Հայաստանաբանակ մեր աղբերներից ես մատերիալ եմ առել, բերել որպեսզի Ղարաբաղում օգտագործում, մարդուն օր եմ ասել, այդ փողը պետք է տամ, բառացիորեն ես բացատրեմ, որ հասկանաք։ Այդ փողը փոխանցեք, որպեսզի սուտ դուրս չգա խոսքս։ Ասում այս պահի դուրությամբ քաղաքաշինության նախարարության բյուջեում չկա գումար, բայց էսա ասեմ ներդրումային հիմնադրամից մի 15 միլիոն դրամ 15 միլիոն դրամ տան, պետք կկտրեն կփոխանցեն ընդ տվել են հասկանում ես մի րոպե ասեցի արդեն անուն չեմ տալիս տվյալ մարդը ոշում այսօր ասենք սիտուացիան ուրիշ ձև է մի րոպե կպատասխանեմ նայեք 15 միլիոն դրամը տալիս են տեղը 60 միլիոն դրամը որը որ պիտի տայի մինչև այսօր այսօր Քաղաքաշինության նախարարը հիմա վերևը նստած մեր հարգարժան պարոն Սարգսյանը, Արամ Ալեքսեևիչը, հենա վերևը նստած ու Արցախի ներկայացուցիչում որպես պետնախարար։ Կարակ մոտիկանաք հարցը ուղղեք, պատասխանը կստանաք։ Մի րոպե պրծնեմ։ Իմ անձամբ իմ հասցեին, այդ ում հասցեին, որ ասելա հարցերը կողեք։ Յուրի Մուսայելյանը գրառումներ է կատարել, մտեք իր սոցցանցը, սոցիալական էջի եւ իր գրառումներին կծանոթանաք, այն ինչը որ ինքը վերցրել է, ինքը ասում է, որ վերցրել եմ, խնդիր չկա դրա մեջ։ Ես էլ կողքից արտահայտվել եմ, եթե ուշադիր եք եղել։ Բարձրախոսը ձեռս արտահայտել եմ, ասել եմ հենց յուրայից է սկսի։ Եկես թե կայնել է, բողոքում է, ուրեմն ինքը դրան կողմ է։ Հենց իրանից է սկսեք։ Հասկանալի մարդկանց։ Իսկ ինչը վերաբերում է իմ մասով, նորից եմ ասում, խնդրում եւ պահանջում, թող հրապարակեն։ Ես այն օրը շեշտեցի, ասում, ինձ նույն, եթե խոսքը գնում է 15 միլիոն դրամի մասին, իմ ընդհանուր կապիտալի Ընդհանուր եղածս մոտորապես կազմել է 100-150 միլիոն դրամի, ասենք միլիոն դրամ արժողության ունեցվածքով, սենց տնով, ֆերմայով, կալոնկով, այսենց ունեի։ Այսենց ունեի։ Եթե խոսքը գնում է 15 միլիոնի մասով, ես ձեզ հավաստիացնում, իրանք 6 անգամ 15 անես, հիմնավորում ես, պատասխանատու ձևով հայտարարում ու ով երբ ուզենա թող զանգի գամ նույնը տաղավարից հայտարարեմ ու նորից եմ ասում պատասխանատու ձևով 6 անգամ 15 անես այ այդքան իրանք այսինքն պետությունը Արցախի հանրապետությունը լուծարվելուց հետո ասում փողը չկա եթե փողը չկա ին 60 միլիոն դրամը ստա ես ինձ չպետք է տա անդե ինձ նամակ ունեմ գրած որ խնդրում եմ ինձ փոխանցվելիք քաղաքաշինության նախարարությունում գրել եմ կոնկրետ գրառում եմ կատարել ինձ փոխանցելիք այսինչ գումարից խնդրում եմ այսքանը տրամադրել Արցախի ներդրումային հիմնադրամին այսինքն պետության մեջ կա 60 մեշոկ այս մի մեշոկից տվել են ինձ այս մի մեշոկով ուզում եմ փակեն ու պլյուս դրան տես ինչքան են գեղեցիկ դասավորել որ ես մի հատ էլ իմ ստանալի գումարս թողեմ Ստից վերցնեմ 15 միլիոն դրամ, տանեմ 16 միլիոն, 17 միլիոն դրամ տոկոսը հետը։ Ընձնից պահեն վերցնեմ։ Այսինքն իրանց սխալ գործունեության արդյունքում եմ ես որոշ գումար կորցրել, բայց հիմա փաստացի որոշ չեմ կորցրել, ամբողջն եմ կորցրել։ Ավարտեցեք մի բան։ Իսկ ինչը վերաբերում է մնացածի մասով, այն օրը ստեից հայտարարել եմ, նույն կերպ վարվել է Արցախի հանրապետությունում եկեղեցու առաջնորդարանը։ Ասեմ իմանալ, ստեից հայտարարել եմ, հիմա էլ պատասխանատու ձևով ասում, փաստեր ունեմ պայմանագրերը իմ մոտ կա, այո, վրթանես է, դատախազություն չեմ ներկայացնում, որովհետև ես ինքս սաղ կյանքս
ոչ գնացած եմ, ոչ ներկայացրած եմ, ես մի րոպե պրծնեմ, պայքարողը ես չեմ, ես բացատրում եմ, որ պայքարողը դու ես։ Դուք հայտարարություն Էլի գնա թալանի հետևից։ Դուք հանցագործության մասին հայտարարություն եք անում։ Չէ, ինձ ճիշտ հասկացեք։ Ձեզ չեմ ասում, ես բացատրում եմ պատասխանատուն, պայքարողը դու ես, գնա, քեզ մերժել են, մենք էլ գանք։ Պարոն Սարգսյան, ապրիլի 18-ի ցույցին դուք բարձրացել եք այս դարպասների ճաղավանդակների վրա, ճոճում եք, ուզում եք քանդել, բռնի ուժով մտնել, ասում եք ցեպի տարեք շենքը, շրջափակեք եւ այլն։ Այսօր դարպասները լեն ու ոլ բացած եւ ձեզ բացատրում են, որ դրանից առաջ էլ է բաց եղել, դուք հանգիստ կարողացել եք մտնել, ուրեմն ինչի համար էր այդ ամենը։ Ձեզ մեղադրում են, ասում են շոու էին ուզում սարքեին, շոու ստացան եւ այլն։ Այդ նպատակում ուներ ու զղջացել եք, որ այդ ճանապարհով եք փորձել մտնել ձեր տուն, ինչպես Ո՞ր եթերի տակ եք։ Շակալներն են տես բաներ ասել։ Ով ասելա, որ ուզեցել ենք շոու անենք։ Ինքը առնվազն շակալ է։ Բա ինչի համար եք անում, ինչ եք ուզում կոտրել։ Որովհետև դուրը փակեր իմ դեմս, այսօր էլ փակելներ, այսօր էլ կանեի։ Եկել եք ձեզ ընդունել են, բայց մի այսպիսի հարց, հա, երբ ձեզ նայեցիք, արդյոք ամոթ չզգացիք եւ արդյոք բարոյական էր այդ ձեր պատմվածքը։ Ամոթ զգացի այն սիտուացիա, որ ասում են, ձեսի ձեր տունն է, բայց մեր տան դուրը մեր դեմը փակել են։ Ամոթը զգալու, ոչ, իհարկե ոչ, մյուս անգամ էլ պատրաստում, եթե այս դուրը մեր դեմը փակվի, մյուս անգամ էլ պատրաստում նույն մոտիկացումը ցույց տամ։ Դուք ասում եք ոտերս գուտեն, բայց չեմ փակի դուրը մեր առաջ, որովհետեւ տանտերը ես։ Չէ, այդպես եք ասել։ Ասում տես չեմ ասում։ Ասամ ոտերս գուտի մեկը իմ տան դուրը իմ դեմը կփակի։ Դե նույնը։ Ոչ։ Դուք ակցիայի ժամանակ ես ձեզ հարց տվեցի, ձեզ հարց տվեցի, ինչու եք այս ակցիան կազմակերպում այն ժամանակ, երբ նախագահին մնացել է 1 ամիս ժամկետ, մայիսի 21-ին ավարտվում է, եւ սահմանադրություն են փոխել, դուք ասացիք, որ մեր նպատակը դա չէ, որևէ կերպ չի առնչվում այս ակցիան։ Սակայն րոպեներ անց դուք հենց այս հատվածում հայտարարեցիք, որ առանց մեզ զգուշացնելու սահմանադրական փոփոխություններ են կատարում եւ այլն, այսինքն վերադարձակ իմ հնչեցրած հարցին։ Ներեք ձեզ էլ հակասեմ, ես այդպես չասեցի, ասեցի մենք ինքներս կողմ ենք ձեր կայացրած որոշումին, բայց մեզ հաշվի առեք։ Այսինքն ես ընտրել եմ Արցախի, նայեք, սենց ասեմ, ես եղել եմ Արցախում եղել եմ Արայիկ Հարությունյանի, կոնկրետ Արայիկ Հարությունյանի թիմակիցը։ Հենց հիմա նորից եմ պատասխանատու ձևով հայտարարում։ Ասենք ընթացքը այն ինչը բերելա, տեսել ենք ինչ ա եղել, հարցը չէ։ Ես առաջի անգամ քաղաքականության մեջ եղել եմ, ու ես առաջի անգամ եղել եմ, որ սատարել եմ Արայիկ Հարությունյանին։ Հիմա խնդիր կա, եկել ենք ստե, մարդը որոշում է կայացնում, մարդիկ ավելի շուտ պատգամավորները որոշում են կայացնում, սահմանադրության, այո, սահմանադրության կետ են փոխում։ Մեր ընտրած խորհրդարանը մի հատ որոշում էլ է կայացրել։ Ու այդ կայացված որոշման արդյունքում մենք բռնի տեղահանվել ենք ու այս պահին գտնվում ենք Հայաստանի Հանրապետությունում։ Ամբողջ այս բռնատեղահանումը Արցախի բռնազավթումը կապում եք այդ որոշման հետ։ Ամեն ինչը կապված է դրա հետ, չեմ ասում։ Ձեր թիմակիցները համաձայն են ձեր այս պնդմանը։ Անպայման։ Դուք ասում եք, որ Հայաստանի Հանրապետությունը սահմանադրությամբ Արցախի անվտանգության երաշխավորն է։ Հիմա եթե Հայաստանի իշխանությունները Արցախ հանձնել են Ադրբեջանին, ճանաչելով Ադրբեջանի մաս, հիմա դուք այստեղ Հայաստանի իշխանություններից ո՞նց եք Արցախի անվտանգության երաշխիքներ պահանջում, ընդհանրապես ինչ եք պահանջում իրանից։ Այսինքն ոնց եք Հայաստանի Հանրապետությունից ինչ եք պահանջում։ Այդ սահմանադրության մի կետ արդեն խախտել են, Արցախը հանձնել են Ադրբեջանին։ Իրանք Արցախի Հանրապետություն չեն ճանաչում որպես այդպես։ Նայեք, տես ինչ եմ ասում։ Իրանք չեն ասում Արցախ, ասում են Լեռնային Ղարաբաղ, որը Ադրբեջանում է, ըստ իրենց։ Փակում են այդ հարցը։ Ուրեմն սենց կարամ մեկնաբանեմ։ Ես նորից եմ ասում, իմ լեվելը չի պատկանում նրան, որ ես անհրադառնամ անվտանգային հարցերին, որ ես անհրադառնամ թե ինչ բանակցություններ ա գնացել։ Բանագնացները ովքեր եղել են տվյալ հարցերը, ուղղում եք բանագնացներին։ Չէ, բանագնացները ձեր կողմից թե Հայաստանի կողմից։ Մեր կողմից էլ Հայաստանի Հանրապետության, այսինքն մերը ձերը, տենում ես նայ, դու ինքդ լրագրող հալով, ասում ես մերը, ձերը։ Լրագրող հալով։ Հա, լրագրող չես դու։ Հա, բայց նախ լրագրող չես դու։ Լրագրող հալով Վահե անունը։ Վահե ջան։ Ասում ես մեր, հա, թե ձեր։ Այսինքն ասում ես Արցախի իշխանությանն ես մեղադրում թե Հայաստանի։ Հա, Արցախը ձեր իշխանությունն է։ Իմ համար խնդիրը այդ մեր ու ձերն է։ Մեր ու ձեր։ Իմ համար խնդիրը մեր ու ձերն է։ Այդ բառը չեմ ընդունում։ Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն մեր իշխանությունն է, Արցախը մերն է, որը նաև ձեր իշխանությունն է։ Մենք նախագահի ներողություն, դուք այլ տեխնացու ունեք նախագահի։ Մայիսի 21-ին Արցախի Հանրապետության, այ կարակ դրանցից խոսակ, մենք մենակ այդ չենք քննարկել։ Մենակ չեք քննարկել ոնց է կեթում դատախազություն։ Մենք քննարկել ենք ընդհանուր
ինչ որ պետք է կատարվի, ինչ process լինելու է, այս մոտակա ժամանակահատվածում ամիս ու կես 2 ամսվա ընթացքում այդ ենք քննարկել ու եկել ենք այն եզրահանգման, որ մենք ուզենք չուզենք սրան խառնվելու ենք։ Մենք մեր կարծիքը արտահայտելու ենք։ Իսկ ես այն օրը ստեից գնալուց հետո հանրային ձևով հայտարարում, ասամ մայիսի 21-ին մենք ստեից մեր կարծիքը արտահայտելու ենք։ Ու այն վաղ կհասկանանք ով է իրականում։ Շահրամանյանի տեխնացությանը նախագահի Մենք դեմ ենք այս պահին ընդհանրապես տեխնացությանը։ Բանկին է կողմ։ Նշում են, որ Արցախի Կողմ ենք նրան, որ ով այս պահին կա, Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 10-ից, ես ինչքան գիտեմ, նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ ձեռը դրել է սահմանադրությանը, երթվել, որ տեղակայնելու է ժողովրդին։ Իսկ մի վարքյան պրծնեմ, հարց չկա, համաձայն եմ, բայց մենք ըտեից, մի վարքյան պրծնեմ, մենք ըտեից կատարումա որոշակի, մենք ըտեից, արդեն եթե մենք չենք գտնվում մեր հանրապետությունը, մեր Արցախում չենք գտնվում, ես ինքս այն կարծիքին եմ, որ պիտի քննարկվի այդ հարցը։ Այսինքն պետք է լուծարվի։ Ոչ մեկ չի ասում լուծարվի, ոչ մեկ չի ասում լուծարվի։ Մեծ քննարկման արդյունքում մենք մեր պատասխանը անձամբ ինձանից երբել ուզեք մոտակա մի 20 օրից հետո մոտավոր։ Դուք գոհ եք Շահրամանյանի գործունեությունից, որպես նախագահ ինչ որ անում է։ Գոհ եք իրենից։ Մենք այս պահի դրությամբ տենում ենք, որ իր գործունեությունը կասեցված է։ Կասեցված։ Ում կողմից։ Թե ում կողմից չեմ կարող ասեմ, որովհետև եթե արտահայտվեն պատասխանը պետք է տան, պատասխանը ինչ չունեն։ Հայաստանի իշխանություններն են այդտեղ։ Չգիտեմ ասում, պատասխանը չունեն։ Ով կարող է կասեցնել Արցախի նախագահի, ով ի պաշտոն է, ի կոչում, չգիտեմ, կոչումով, ով կարող է կասեցնել ձեր կարծիքով։ Դուք ունեք Իմ կարծիքով կարա կասեցնի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, իմ կարծիքով կարա կասեցնի Դոնալդ Թրամփը, իմ կարծիքով կարա կասեցնի Ֆրանսիայի նախագահը, ես ինչ իմանամ։ Սահմանադրությունը պիտի Հիմա բոլորը արդեն նախագահի լիազորությունը սահմանադրությամբ են։ Վարչապետից Հայաստանի։ Չի բացառվում, որ կարա կասեցնի նաև վարչապետը բառացիորեն հայտարարում է, լսեք, վարչապետը բառացիորեն հայտարարում է, ասում է, պետության մեջ պետություն չի լինելու։ Հիմա ես չգիտեմ, այդ մարդը ասենք ես ոչ էդի վեր եմ լուծել, ոչ դատել եմ, ոչ քննադատել եմ։ Հիմա մի վարքյան հարցիդ պատասխանեմ, ոչ թե համաձայն եմ, այլ սպասում հետագա քննարկումներին լայն, այն ինչ որ պետք է կատարվի, որպեսզի հասկանանք, ասենք, իրականում Հայաստանի կառավարությունը դեմ է նրան, որ էսի լինի, թե չէ, ես այս պահին չեմ կարող կարծիք արտահայտվեմ, որովհետև երկկողմանի հարց կա, ես ինքս համոզված եմ այն ամենի մեջ, ինչը որ ինձ ասում է իմ հարազատս, իմ ընկերս, այսինքն ինձ հարազատ մարդ ունեմ, ասում է Արցախի հանրապետության նախագահը չի դիմել վարչապետին, որ գրավոր չի դիմել վարչապետին, որ ինձ ընդունի նստենք խոսանք։ Ես դրան հավատում եմ։ Իսկ Արցախի հանրապետության նախագահ մի վարքյան։ Իսկ Արցախ, սպասեք ասեմ։ Իսկ Արցախի հանրապետության ինչ է։ Ճիշտ ասած չհասկացա, հարազատ մարդը չի դիմել, որ խոսի։ Չէ, Արցախի հանրապետության նախագահան չի դիմել գրավոր, ոնց որ կարգ կա։ Ո՞վ է ձեզ այդ մասին։ Իսկ իրենք կարող են նշանակել, չէ, Հայաստանի իշխանությունները կարող են Հայաստանի կառավարությունը։ Ես մտածում, որ անձամբ ինքը պետք է նշանակի, այլ մենք չպետք է իրան դիմենք։ Դե դուք եկել եք բռնի տեղահանվել եք, եկել հասել եք Հայաստան։ Տեսեք, ինչ եմ ասում, տպավորությունը նենց մի ստեղծեք, տպավորությունը նենց մի ստեղծեք։ Չեմ թողում, տպավորությունը նենց մի ստեղծեք։ Այսինքն դուք եք խոսում կողմ հարցտան։ Մենք ինչ որ մեկի թեզը պաշտպանում ենք։ Կարաս չթողաս։ Ես քեզ կարացել եմ չթողամ, չես սպասում։ Դու չես կարող ինձ չթողում, ես հարց եմ տալիս, բարեղի նորմալ պատասխան։ Իվարկեն Ռեքսիմե ջան, հարց եմ տալիս, բարեղի կոռեկտ պատասխանեք։ Կարա չթողած, ես կարացեմ, չեք կարա։ Ինձ լրստող չի եղել, ես մեկ։ Երկրորդը հարց եմ տալիս։ Հայաստանի կառավարությունը, երբ որ դուք եկել եք Հայաստան, բռնի տեղահանվել եք, իրենց կողմից Արցախ Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո, Հայաստանի կառավարությունը տրամաբանական չէ, որ պետք է ձեզ ընդուներ, Արցախի նախագահին ընդուներ, ասել հարգելիս, արի մի տեսնենք, Հայաստանի հանրապետության կառավարությունը չի ընդունել մեզ։ Շահրամանյանի նկատի ունեմ։ Շահրամանյանի նկատի ունեմ։ Մեզ եմ, ես եմ տալիս հարցը գնացեք Շահրամանյանը կաբինետում նա իրան տվեք։ Կաբինետում նա իրան տվեք։ Անուղղակիորեն կապում են Հայաստանի իշխանությունների հետ։ Կրկնեք։ Դուք թելում եք Նիկոլ Փաշինյանի թելը։ Մի հատ կրկնեք, էլի խնդրում եմ։ Ձեզ անուղղակիորեն կապում են Հայաստանի իշխանությունների հետ։ Քո ինչպես եք հակադարձում կամ որն է ձեր պատասխանը։ Մենք հակադարձել ենք տվյալ մարդիկ, ովքեր մեզ կապել են որևիցե ուժի հետ, մենք կոմենտարիաներում գրել ենք, այդ տվյալ մարդու պապան,
այսինչ էսիշ մարդն է, այդ տվյալ մարդու մաման, այսինչ էսիշ մարդն է, հասկանում եք։ Բայց դուք նշեցիք, որ Արայք Հարությունյանի թիմակիցն եք։ Անպայման։ Սամվել Բաբայանի հետ էլ որևէ կապ չունեք, այսինքն ձեր հետևում Բաբայանն է, որ ես ասում եմ, մեզ որևիցե ուժի հետ կապողին մենք վիրավորել ենք ամենավերջի կարգի։ Դուք եք ինքներդ ձեզ կապել։ Ոչ մեկ չի կարացե, գա ասի խիեք տենց անում։ Խիեք իմ գրառման տակը, այս սենց գրառում կատարել։ Կարակ մտնեք նայեք ու սաղ տեսել են, սաղ գիտեն։ Մարդիկ գրառումները կատարել են բուկվալն մի րոպե հետո ջնջել։ Ուշադիրներ։ Սոցիալական ցանցերին ուշադիրներ։ Այդ կարծիքի համար։ Այսինքն այդ Պողոսյանի պայմաններով առաջնորդվել է որ սենց հարց եմ տալիս մի վարքյան։ Այսինքն որ կարծիք են հայտնում մարդիկ ինչ որ բան է, կարող է ինչ որ բան տեսել են, որ չէ, ինչ որ մարդկանց Ինչ կոնկրետ հարցի դու պատասխանը տամ։ Ով իրանք են գրել, չգիտեմ։ Արտուր Օսիպովը ուղիղ եթերով հայտարարեց, որ եթե Ղարաբաղի տղաները փախել են, ապա Աննա Հակոբյանը Էրատո ջոկատով եկել եւ Արցախն է պաշտպանել։ Ինչպես եք սա բացատրում։ Բացատրում եմ այսպես, Արցախի, այսինքն ձեր պատկերացրածը, ձեր ասածածը վերաբերում է նրան, որ Արտուր Օսիպյանը Աննա Հակոբյանի թեզն է պաշտպանել, թե ոնց։ Այսինքն այդքան անհավանական է, չէ։ Մեկնաբան եմ իր ասածը, փաստացի Արցախի հանրապետությունից մեծ մասը, ասենք իրականում մեծ մասը փախել են, Աննա Հակոբյանն էլ գտնվել է Արցախի հանրապետությունում։ Թե ընդ ինքը ինչի համար է եկել, ինչ գործունեություն է ծավալել, չեմ կարա ես դա մեկնաբանեմ, տեղյակ չեմ։ Ընդ չեմ եղել, ես եղել եմ 146 մարտական դիրքում, իսկ որ ասում ես ովքեր են փախել, սև ջիպեր են փախել, падգամավորների, նախարարների, մինիստրների տղերքն են փախել։ Տեսել ենք մենք Աննա Հակոբյանն լսեք, ով ասեք կռվել է, մեկնաբանել եմ, որ ես չգիտեմ ինքն դե ինչ է, ես ինչ իմանամ Աննա Հակոբյանը դե ինչ արել, ես իմ մարտական դիրքում Յանի որդին կամավոր գնացել, կռվել եւ զոհվել է Արտյոմ Ավագյանը։ Դրա համար էլ ես վերջում իմ սոցիալական, լսեք, դրա համար էլ ես վերջում իմ սոցիալական, Facebook-յան սոցիալական էջում հայտարարություն եմ տարածել Ներողություն խնդրել, որ սատարել եմ Ազատ հայրենիք կուսակցությանը, Արցախի հանրապետության ժողովրդից, ներողություն խնդրել, որ սատարել եմ Ազատ հայրենիք կուսակցությանը, նշել, որ պատասխանատուները իրանք են, իսկ դրանից հետո գրառման մեջ նշել են, որ բացառությամբ հերոսի հայր Արեգ Ավագյանի։ Կարակ մտնեք, տենակ գրառումը, եթե խոսքը վերաբերում է իրանց, ես էլ պարզ բառացիորեն ասում, բացառությամբ հերոսի հայր Արեգ Ավագյանի, որովհետև մի վարքյան պրծնեմ, որովհետև տվյալ ազնվորությանը Արեգ Ավագյանին, այսինքն իր տղան իմ թե ծառայակից, թե մարտական, համ ընկերն է եղել, առաջի անգամ Մարտունի երկրորդ զորամասում անձամբ ես ու ինքն եմ, երևի առաջի մարդը, որ բարևել է Արտյոմ Ավագյանը, այդ զորամասում ես եմ եղել իր հետ ու առաջի օգնությունը անծանոթ զինվոր, որ մտել է զորամաս, առաջի օգնությունը իմ կողմից ես էլ որպես ընդ հին ձեմբել ծառայող ես եմ ցուցաբերել ու ինքը ասենք իրականում հերոս ազնվորություն է, որը որ մի վարքյան առած մտածել լինելով падգամավորի տղա, սաղ ամբողջ Ստեփանակերտով մեկ հարգանք վայելող անձ առանց մի վարքյան տարտանջալ գնացել է Ֆիզուլի, ինքը Մարտունի երկրորդից հետո տեղափոխվել էր Ֆիզուլի։ Ես Ֆիզուլիի իմել եմ իր զինվորական ծառայության ժամանակ հանդիպել եմ։ Գնացել է Ֆիզուլի իր ծառայած զորամասում միանգամից անցել թե հարձակման, թե պաշտպանության եւ առաջի հստակ չեմ հիշում, թող ներողելնեն կամ թե երկրորդ օրը Արտյոմ Ավագյանը զոհում է։ Իշխանության թեզերին, որ արցախցիները չեն կռվել, դուք ո՞նց եք վերաբերվում։ Ո՞նց եք գեներացնում այդ հակարծախ։ Ես կառավարության շենքի մոտից մեկնաբանել եմ այդ տվյալը, ասելով, որ ձեզ եմ ասել երևի ABC-ին։ Առաջի անգամ ձեզ եմ հաղորդում տվել, ասել եմ, որ այն մարդը, որ ասում արցախցին չի կռվել, ինքը առնվազն գալաթ է անում։ Բայց այն, որ արցախցին փախել է, Էտել է եղել, խի եք ժխտում, խի չեք ուզում իրականությունը խոր, մեր գյուղից, լսեք ասեմ, եթե տեղեկություն չունեք, դուք մենակ Հայաստանի Հանրապետությունում, վարկյան պատասխան են, էլի ասում, եթե չեք փախել, չեք ուզում այդ հարցը մեկնաբանեք, որ ժողովուրդը ավելի լայն ձև հասկանան այս իրականությունը տենան, եթե մեր գյուղում կար, եթե մեր գյուղի մոբր ռեսուրսում կար 40 երիտասարդ,
մինչև 45 տարեկաններ, 50 տարեկաններ։ Քիչ առաջ նշում եք, որ անվտանգային Եթե մոբ ռեսուրսում կար 40-45 հոգի, որը որ մոբ ռեսուրսը հավաքման ժամանակ պետք է թա դիրքեր։ Հավաքում է 45 հոգին, բայց դրանից հետո հասկանում ենք, որ մենք ամենքս մեր դիրքում, բայց այդ 45 հոգուց արդեն 33-ը Քյալբաջարի տամոժնին անցել Հայաստանում են, այդ ինձ չէ որ Հայաստանի Հանրապետության իշխանության թերացումներ չի։ Իշխանության թերացումն էլ կա։ Այն տամոժնին պետք է փակեին, որ ոչ մեկ չկարանար ընդեով մտներ ստե։ Որպեսզի այսօր մեզ չասեին, որ եկել փախել եկել է X-ը, հասկանում ես։ Իսկ ինչը վերաբերում է այդ թալանի մասը, կոնկրետ մեր ամենագլխավոր թեման այդ է եղել։ Ինչը վերաբերում է թալանի մասը, քննարկված է։ Այս ամեն ինչը կատարում է նրա համար, որ նորից եմ ասում, մեր ստեի քույր եղբայրները, ծնողները, մեր տուժածանձիկ էլ չկրկնեն այն թեզը, որ ստե ինչ կա չկա ձեռնա։ Ումը որ կա թո պատասխան տա։ Հիմա ո՞նց եք վերաբերում նրան, որ 40 + 10,000 եւ սոցիալական աջակցությունը փոխում են, կրճատում են, էլ բան չեն անում։ Չէ, շարունակում։ Այսինքն Դե իրանք փոփոխություն ուծրեցին, չէ՞, վրանը որ տեղադրել էին ու մեծ հանրահավաք արեցին։ Տենում է որ կառավարությունը ուզում է ընդառաջի արցախցիների։ Եթե նորից կասեցնի։ Ոչ, չեն ասել 2 ամսով, ասում է ընդառաջենք խմբեր ձևավորեք մի վարքյան։ Հանդիպմանը չեմ եղել, բայց խորհրդի խորհրդի առաջարկը չի եղել։ Խորհուրդը առաջարկը որ անում էլա, խորհուրդը առաջարկը որ անում է, որոշում կայացնող Հայաստանի Հանրապետության կառավարությունն է։ Նույն կառավարությունն ասում է Արցախի էջը փակված է։ Դուք հաշտեք այդ հայտարարությունների։ Արցախի էջը փակելուն հաշտ չեմ, այդ հստակ է մեր դիրքորոշումը, բայց կա նաև մի հատ գլխավոր հարց, որը դե պետք է հասկանաս։ Այսօր ասում ենք անենք, ստեղծենք, ասենք պահենք Արցախը, یا պետք է օգնեն պահենք։ Я էլ մեզ թեմաներից արդեն ասենք, ինչքան ես խոսանք, այնքան մնալու ենք խոսալուց։ Գործ պետք է արվի։ Գործ պետք է սպասենք տենակ մայիսի 9-ին հրապարակային ձևով Միսկի խումբը դիմում են, որ շարունակվի, թե չշարունակվի։ Հիմա սպասում ենք մայիսի 9-ին, էլի։ Ադրբեջանի կազմում Արցախը, մերը չի։ Այդ ամեն ինչի մասին տեղյակ ենք, ուղղակի այդ հարցերով չենք եկել այսօր ստե։ Ոնց պիտի օգնեն, որ Արցախը հարց կա ուրիշ։ Հարց ունեք ուրիշ։ Անվտանգային հարցերով դուք այստեղ չեք պատասխանելու, բայց հայտարարություններ արեցիք։ Որոշ մասը մոբ ռեսուրսի մասին է խոսք գնացել, ասում եք ով է փախել, ասում սև ջիպեր են մտել Հայաստան, իրանք են փախել։ Ստե կարամ տեղեկացնեմ ձեզ պատգամավորները, որ տեղեկացնեմ ձեզ հետեւյալը, որ ստե ովքեր որ եկել են պայքարի, այսօր ովքեր որ նախագահի հետ հանդիպում են ունեցել, ոչ մի հոգին դիրքից չի բացակայել ու մեծամասամբ զոհվածի ընտանիքներ են։ Ովքեր որ ներկա են եղել նախագահի հետ հանդիպմանը։ Խնդրում հաջողություն։